Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, մեր Հայր Աստծո պաշտպանության մասին է։ Պիտի ընթերցանեմ Սաղմոս 127-ի առաջի խոսքը։ Եթե Տերը չշինե տունը, զուր են աշխատում նրա շինողները, եւ եթե Տերը չպահպանե քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը, զուր է քեզ համար կանուխ վեր կենալը եւ ուշ հանգչիլը։ Մի խոսքով ամեն բան իզուր է, եթե չկա Տիրոջ պաշտպանությունը, որովհետև Տիրոջ պաշտպանությունը միակ գարանտիան է, որ դու կարող ես պաշտպանված լինել։ Այս աշխարհի մեջ մարդիկ, մանավանդ Եվրոպայում եւ Ամերիկայում, մարդիկ շատ են իրենց տները, իրենց մեքենաները, իրենց անձերը անգամ ապահովագրում են, որ երբ որ վթար լինի, ինչ որ արհավիրք լինի, իրանք այդ գումարը ետ ստանան։ Բայց ինչ անում այդ ապահովագրության այդ սիստեմը ինչպես է աշխատում։ Ինքը քեզ չի երաշխավորում, որ քեզ հետ ավտովթար չի լինի, երբ որ դու քո մեքենան ապահովագրում ես։ Ինքն ասում է, երբ որ ավտովթար լինի, քո քաշած վնասները ես քեզ ետ կտամ։ Կամ երբ որ փոթորիկ լինի եւ քո տունը վնասվի, ես այդ վնասները ես քեզ ետ կտամ։ Այսինքն այդ ապահովագրությունը ինքը ուղղակի ֆինանսն է քեզ ետ տալիս։ Քո ծախսերն է ետ տալի, բայց չի քեզ երաշխավորում, որ քեզ հետ վատ բան չի պատահի, քեզ չար բան չի մոտենա։ Բայց Տիրոջ ապահովությունը, որ Տերն ասում է, եթե Տերը չպահի եւ եթե Տերը պահի, Տիրոջ ապահովությունը ինքը նա չի, որ քեզ հետ այդ բանը կեղնի, հետո Տերը այդ վնասները կհատուցի, Տերն ասում է, քեզ չար բան չի մոտենա։ Եվ ով կարող է վստահ լինել, որ ինքը գտնվում է Տիրոջ պաշտպանության տակ։ Ինչն է տալիս մարդուն այդ ապահովությունը, այդ վստահությունը, որ ես կարող եմ վստահ լինել, որ ես գտնվում եմ Տիրոջ պաշտպանության տակ։ Միայն Հիսուս Քրիստոսի թափված արյունը։ Եթե մի մարդ չի ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածությունը, չի ընդունում Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, խաչը, մահը եւ հարությունը, չի հավատում, որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առավ, չի հավատում, որ Հիսուս Քրիստոս ինքը հենց արարիչ Աստված էր, որ մարմին հագավ, որպես որդի եկավ մեզ համար, որպեսզի իր սուրբ ու պատվական արյունով ների մեր մեղքերը, եթե մարդը չի հավատում այս ճշմարտությանը, ինքը չի կարող Տիրոջ պաշտպանության տակ լինի, քանի որ այդ պաշտպանությունը միայն երաշխավորում է Հիսուս Քրիստոսի արյունը։ Ինչպես Եգիպտոսում, քանի որ հին ուխտի շատ իրադարձություններ, սա նոր ուխտի այդպես ստվերն էր, եւ գառնուկը, որ պիտի մորթվեր զատկի գիշերը, որ Տերը պատվիրեց հրեա ժողովրդին, որ պիտի գերությունից դուրս գային Եգիպտոսի, եւ դա վերջի գիշերն էր, որ Եգիպտոսում էին, Տերն ասեց, որ գառնուկը անարատ գառնուկը մորթեք եւ արյունը դրան 3 կողմերը քսեք։ Եվ այդ արյունը, երբ որ մահը գա, այդ արյունը ձեր տան վրայով պիտի անցնի եւ ձեզ վնաս պիտի չլինի։ Բայց եգիպտացիների առաջնեկները, թե մարդկանց եւ թե անասունների, բոլոր առաջնեկները մահացան, անգամ Փարավոնի որդին։ Բայց Իսրայել ժողովրդից ոչ մեկ չմահացավ, որովհետեւ հավատքով այդ գառնուկը մորթեցին եւ արյունը քսեցին այդ դրան 3 կողմերը։ Եվ սա Հիսուս Քրիստոսի զոհաբերության ստվերն էր, որ պիտի լիներ նոր ուխտի մեջ, քանի որ գիտենք, որ Հիսուս Քրիստոսն է արարչագործությունից առաջ պատրաստված գառնուկը, որ մորթվեց մեզ համար, որ զոհաբերվեց եւ իր պատվական արյունը թափեց այս երկրի վրա մեզ համար, որպեսզի մենք ազատագրվենք։ Եվ եթե ես ընդունում եմ այդ արյունը որպես իմ անձնական մեղքերի թողություն, այո, Տերը համայն մարդկությանը թողություն տվեց, բայց ես պիտի անձնական դարձնեմ այդ զոհաբերությունը, այդ մեղքերի թողությունը, այդ ապաշխարությունը ես պիտի անձնական դարձնեմ, որ իմ մեղքերիս համար ինձ թողություն եղավ, ինձ փրկություն եղավ, ինձ ազատագրություն եղավ եւ այդ արյունը ինձ համար պատվական արյուն է, քանի որ իմ փրկության միակ միջոցն է։
Եվ եթե ես դավանում եմ Հիսուս Քրիստոսի աստվածությունը, իր կատարած զոհաբերությունը, իր պատվական արյունը, իմ մեղքերից թողությունը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարությունը, ուրեմն ես գտնվում եմ ամբողջությամբ այդ սուրբ ու պատվական արյան պաշտպանության տակ, ծածկոցի տակ, եւ չար բան ինձ չի մոտենա, ինչպես Եգիպտոսում հրեա ժողովրդին, ինչպես որ Տերը խոստացել էր։ Բայց եթե մարդը գիտակցաբար մերժում է եւ անարգում է Քրիստոսի արյունը, ինքը ոչ մի տեսակ Աստծո կողմից պաշտպանություն չի կարող ունենալ։ Ով ուզում ես եղի, ինչ ուզում ես արա, ինչ ապահովագրությունների ուզում ես դիմի, եթե դու անարգում ես Քրիստոսի արյունը, դու չես կարող Տիրոջ կողմից ընդունված եւ պաշտպանված լինել։ Պաշտպանությունը միայն Քրիստոսի արյան ծածկոցի տակ է։ Դրա համար, սիրելիս, ես անդադար կոչ եմ անում, որ ընդունես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ մտնես այդ որդիական իրավունքի մեջ, այդ սուրբ ու պատվական արյան ծածկոցի տակ, որ թափվեց քեզ համար եւ քեզ թողություն տվեց եւ Տերը քեզ հնարավորություն է տալի եւ քեզ թույլտվություն է տալիս միայն քո մի խոստովանությունով մտնես այդ ծածկոցի տակ եւ հավիտյան սատանայի կեղտոտ զենքերը կքանդվեն քո առաջ եւ դու կմտնես քո սիրո խոր թևերի տակ եւ այդ ապահովության մեջ կապրես այս աշխարհի մեջ, երկրավոր կյանքի ժամանակավորի մեջ եւ գալիք հավիտենականության մեջ քո արարիչ Հայր Աստծո փառքի մեջ կբնակվես։ Սիրելիս, կանչիր Տիրոջ անունը, որպիսի լինես այդ սուրբ ու պատվական արյան պաշտպանության տակ, քանի որ առանց այդ արյան պաշտպանության տակ դու ամբողջությամբ գտնվում ես սատանայի իշխանության տակ։ Կանչիր Տիրոջ անունը, քանի որ Տեր Հիսուս սպասում է քեզ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան։ Եղիր օրհնված։